Օ, ոչ, կարծես թե Մարգոն լրջորեն վրդովված է ինչ-որ բանից, մեզ շտապ համալրում է պետք։ Հեյ, Wednesday, պարելու ժամանակը չէ, մենք պետք է փրկենք Մարգոին։ Գնա, ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել։ Վայ, կարծես թե քույրիկն էլ է այստեղ։ Քույրիկը բոլորից լավ գիտի, թե ինչ է պետք Մարգոին։ Շտապիր։ Իսկ ահա եւ տատիկը, ահա մեկը, ով հաստատ գիտի, թե ինչպես գոհացնել իր թոռնիկին։ Օ, այո, բոլոր հերոսներն այստեղ են։ Ինչ է պատահել։ Մարգոն սոված է։ Կարևոր չէ։ Մեր նոր մարտահրավերը սկսվում է։ Կարծես թե տատիկն ու քույրիկը հիանալի ժամանակ են անցկացնում։ Դե բավական է շեղվենք, հենց ինչ ենք պատրաստելու։ Բուրգեր։ Վաու, դե ինչ, բոլորդ պատրաստ եք նոր մարտահրավերի։ Գնացինք։ Այսպիսով տատիկը սկսում է բուրգերի բուլկիներից։ Այո, տապակած բուլկիները շատ ավելի լավն են։ Հիմա մեզ աղացած միս է պետք։ Տատիկը վերցնում է աղացած մսի գնդիկները։ Դնում է դրանք թավայի մեջ, թիակով այսպես սեղմում, կոտլետը պատրաստ է, հիմա մի կտոր համեղ պանիր և իհարկե ինչ բուրգեր առանց լոլիկի, վրան սոխ և բուլկի։ Վաու, տատիկն այնքան արագ հաղթահարեց առաջադրանքը, ապրես տատիկ, հիմա քույրիկի հերթն է, կարծես թե սովորական բուլկիները չեն անցնի, ինչ, փքաբլիթ, ինչ համեղ է։ Քույրիկը փքաբլիթը կիսում է երկու մասի, հիմա շոկոլադները։ Ինչ քաղցր է, բայց քույրիկն ուրիշ բան էլ ունի։ Դա թթու գել է, այն այնքան համեղ է, բայց այնքան թթու։ Հիմա ավելացնենք մարշմելու։ Մի քիչ մարմելադ և հատապտղի օշարակ, ինչու ոչ։ Հիմա ծածկում ենք մեր հրաշք բուրգերը։ Ինչ գեղեցկություն է, կարծես թե տատիկը գնահատեց իր թոռնիկի աշխատանքը, բայց Wednesday-ին այդքան հեշտ չէ զարմացնել։ Այսպիսով սկսում ենք ինչպես միշտ, բուլկիներից իհարկե սևերից։ Կոտլետը տապակում ենք այսպես։ Ինչ է անում Wednesday-ը պանրի կտորի հետ։ Վաու, որքան սառն է նայվում այս պանիրը հիմա, մի կտոր վարունգ։ Վաու, այս բուրգերը կարծես լեզվով բերան ունենա, բայց ինչ որ բան պակասում է։ Լավ է, որ Wednesday-ի կողքին միշտ կա մի ձեռք, որը կօգնի ցանկացած հարցում։ Մարմելադե աչքեր։ Կարծես թե հենց դա է պետք Wednesday-ին։ Հեյ, զգուշացիր տատիկ, ձեռքը լիովին անվնաս է։ Հիմա աչքեր ավելացնենք բուրգերին։ Վաու, ուղակի նայեք այս հրեշին, նա այնքան սարսափելի է, բայց միևնույն է, այնքան ախորժելի, բայց որ բուրգերն է լինելու ամենահամեղը, հիմա կիմանանք, Մարգո, քո հերթն է։ Օ, ինչքան սոված եմ։ Այս բուրգերն անսովոր տեսք ունի, արի փորձենք, համեղ է, ինձ դուր է գալիս։ Դե ինչ է սպասվում մեզ հաջորդիվ։ Արի անենք առաջին կծածը։ Դա սոխ է, ինչ խառնաշփոթ է, այս բուրգերն այն չէ, ինչ քեզ պետք է։ Այսպիսով, ինչ ունենք այստեղ։ Սրանք իմ սիրելի քաղցրավենիքներն են։ Ուտել մարմելադ փքաբլիթով, դա իմ ճաշակով է։ Դե ժամանակն է ընտրելու հաղթողին, և դա այս բուրգերն է։ Այո, սա մեր հաղթողն է։ Վաու, շնորհավորում ենք Wednesday-ին։ Ինձ թվում է, թե նա ժպտում է։ Wednesday-ը ժպտում է, վաու։ Ոյ, կարծես թե ինչ-որ մեկը ամաչեց։ Թվում է, թե քույրիկն ու ձեռքը ընդհանուր լեզու են գտել։ Օ, ձեռքի տուն գնալու ժամանակն է։ Իսկ մեր հերոսների համար ժամանակն է նոր ուտեստ պատրաստելու։ Տաք շոկոլադ, ով չի սիրում այս համեղ ըմպելիքը, հուսով եմ բոլորը պատրաստ են։ Գնացինք։ Տատիկը նորից անցնում է պատրաստելուն։ Նա կաթ է լցնում կաթսայի մեջ։ Հիմա կակոյի փոշի, չմոռանաք խառնել։ Օ, այո, մի սալիկ շոկոլադը համնել ավելի հագեցած կդարձնի։ Ինչ քաղցր է։ Տատիկը տաք շոկոլադը լցնում է իր ֆիրմային բաժակի մեջ։ Ապրես տատիկ։ Հիմա քույրիկի հերթն է։ Հեյ, զգուշացիր։ Չի կարելի այդպես ամբողջ շոկոլադն ուտել։ Այո, տատիկը ճիշտ է։ Շաքարավազ պետք է ավելացնել բավականին քիչ այսպես։ Օ, ինչ է նա մտադրվել։ Այո, ուղակի նայեք այս քաղցրակերին, տատիկը չի հավանում շաքարի այս քանակությունը։ Լավ, ժամանակն է կաթ ավելացնելու։ Զգույշ եղիր։ Օй, այո, քույրիկը միանշանակ պետք է ավելի ուշադիր լինի։ Այսպիսով կարող եք ավելացնել բոլոր բաղադրիչները։ Հիմա մի քիչ ներկանյութ։
Ոու, նայեք այս գեղեցկությանը, այս կրեմն այնքան վառ է։ Հիմա մի քիչ զարդարանք։ Ահա եւ մատուցումը։ Քույրիկն արեց իր լավագույնը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Վերջնական շտրիխը հարած սերուցքն է։ Եվ մի քանի մարշմելու։ Նայեք այս քաղցրությանը։ Այո, քույրիկն իր լավագույնն արեց։ Կատարյալ է։ Դե, քո հերթն է Wednesday։ Այստեղ համապատասխան բաժակ է պետք։ Ձերք առանց քո օգնության այստեղ չենք կարող յոլա գնալ։ Ինչ սարսափ է։ Տատիկ ավելի լավ է խնայես նյարդերդ։ Wednesday-ը լցնում է շոկոլադը եւ մի քիչ հարած սերուցք։ Փաթապտղի օշարակ, ահա հիանալի է, եւ մի քանի հարիբո մարմելադներ։ Օ, այո, նայեք այս յուրահատուկ մատուցմանը։ Տաք շոկոլադը պատրաստ է։ Ինչու, սա խենթյություն է, սա համեղ է։ Ինձ դուր է գալիս։ Եվ առաջ անցնենք։ Սա տատիկի պատրաստած տաք շոկոլադն է։ Հիանալի է։ Ինչ է սա, տարօրինակ տեսք ունի, բայց արի փորձենք։ Վատ չէ, եւ հաղթողն է։ Այո, քույրիկ, այս փուլը քոնն է։ Դե, կարծես թե մեր հերոսները պատրաստ են նոր մարտահրավերի։ Ինչ է սպասվում նրանց այս անգամ։ Վայ, դա կարտոֆիլի ֆրի է։ Այս ուտեստը պատրաստելու եւ մատուցելու շատ եղանակներ կան։ Հիմա մենք կպարզենք, թե որ ճանապարհը կընտրեն մեր հերոսները։ Իհարկե, կարտոֆիլը նախ պետք է կեղևազրկել։ Ինչ է կատարվում։ Վաու, քույրիկը կարտոֆիլ մաքրելու շատ անսովոր եղանակ է ընտրել։ Տատիկը գող չէ, բայց ինչպես կարող է բարկանալ իր սիրելի թորնիկի վրա։ Հիմա պետք է վերցնել կարտոֆիլը։ Ահա եւ վերջ։ Քույրիկը կարտոֆիլը կտրատում է հատուկ դանակով։ Նայեք այս գեղեցկությանը, ժամանակն է մի քիչ գույն ավելացնելու։ Վաու, դա այնքան վառ է։ Ավելացրեք ձետ։ Եվ մենք կարող ենք մեր վառ կարտոֆիլը դնել թավայի մեջ։ Հիանալի է։ Տաք ձեթի հետ պետք է միշտ չափազանց զգույշ լինել։ Հեյ, զգույշ եղիր։ Մենք գեղեցիկ դասավորում ենք մեր գունավոր կարտոֆիլը ափսեի մեջ։ Քույրիկն այնքան վառ ֆրի ստացավ։ Տատիկը նախընտրում է ուտեստի ավելի դասական տարբերակը, իսկ երբեմն դասական տարբերակն ամենալավն է, չէ՞։ Օ, այո, կարտոֆիլի ֆրի եւ կետչուպ։ Այս համը բոլորին ծանոթ է մանկությունից։ Ինչը կարող է ավելի լավ լինել։ Ապրես, տատիկ։ Դե, ինչով մեզ կզարմացնի այս անգամ Wednesday-ը։ Wednesday-ի կարտոֆիլն արդեն եփված է։ Կարծես թե սովորական մատուցում է։ Բայց սպասեք, ինչ է սա։ Օ, ոչ։ Կարծես թե Wednesday-ը շփոթել է կողմերը։ Տատիկ, ավելի լավ է փակես աչքերդ։ Սա թույլ նյարդեր ունեցողների համար տեսարան չէ։ Այսպիսով, որտեղ էինք կանգ առել։ Օ, այո, կարտոֆիլի ֆրի։ Wednesday-ը կարտոֆիլը սև է ներկում։ Վաու, որքան գեղեցիկ է։ Կարծես թե քույրիկն էլ գնահատեց Wednesday-ի ուտեստը։ Նայեք նրա արձագանքին։ Դե, տեսնենք, թե ինչ է մտածում Մարգոն։ Դե, ինչ ունենք այստեղ։ Վայ, այս կարտոֆիլը մի քիչ վառված է։ Չէ, վատ համ չունի։ Իսկ կետչուպով։ Ուղղակի հրաշալի է։ Երևի ինձ չզսպեմ ու ամեն ինչ մինչև վերջին կտորն ուտեմ։ Համով է։ Անցնենք հաջորդին։ Վատ չէ։ Տեսնենք։ Բայց այսպես ավելի համեղ կլինի։ Դե, տեսություն կարտոֆիլներ։ Ես ձեզ ուտելու եմ։ Կարծես թե մի քիչ շատ կերա, բայց դեռ երրորդ ուտեստն էլ կա։ Ինչ գեղեցիկ ուտեստ է։ Այո, շատ համեղ է։ Արդեն զգում եմ։ Այնքան լավն է, մինչև վերջին կտորը։ Ոյ։ Մի անհանգստացեք, ես լավ եմ։ Դե ինչ երեխաներ, պատրաստ եք հաջորդ փորձությանը։ Դե տեսնենք։
Նրբաբլիթներ։ Օ, որքան համեղ է։ Հուսով եմ մեր հերոսները գիտեն, թե ինչպես պատրաստել այս հրաշալի ուտեստը։ Այնքան շատ տարբերակներ կան։ Դե, գնացինք։ Տատիկը ինչպես միշտ առաջինն է սկսում պատրաստել։ Զգուշորեն լցրեք նրբաբլիթի խմորը թավայի մեջ։ Գերազանց է։ Տեսնում եք կեղևը, կարող եք շրջել։ Եվ այս նրբաբլիթն ուղակի կատարյալ է։ Ահա, թե ինչ է նշանակում տարիների փորձը։ Wednesday, քեզ ինչ է պատահել։ Օ, կարծես թե առանց ձեռքի օգնության չես կարող յոլա գնալ։ Սև փողկապ։ Իհարկե։ Վովկը կասկածեր, չէ որ նա Wednesday-ն է։ Նայեք այս գույնին։ Հեյ, կարծես թե նա մի քիչ տարվեց։ Ահա, լավ։ Վերադառնանք մեր նրբաբլիթներին։ Վաու, սա իրականում գեղեցիկ է։ Այո, սև ուտելիքը միշտ շատ ոճային տեսք ունի։ Իսկ ո՞րն է ձեր սիրելի գույնը։ Թողեք ձեր տարբերակները մեկնաբանություններում ծոր։ Մենք հենց դա անենք։ Մինչդեռ քույրիկը կարծես թե հետաքրքիր բան է մտաղացել։ Վաու, սա արդեն նրբաբլիթ չէ, այլ մի ամբողջ արվեստի գործ։ Օ, ահա, ինչ որ ձևով այս գույնը ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ։ What's the matter with you? Ախ, ուղիղ աչքի մեջ թրավ։ Հուսով եմ մեր քույրիկի հետ ամեն ինչ կարգին է։ Այո, ամեն ինչ լավ է։ Այս դեպքում ամենակարևորը հանձնվելը չէ, չնայած բոլոր դժվարություններին, չէ։ Ստացվում է։ Վաու, միայղթյուր է։ Ուղղակի նայեք այս գեղեցկությանը։ Այո, նման պահերին տատիկն այնքան հպարտ է իր թորնիկով։ Իսկ ինչ կասեք տատիկի մասին։ Կարծես թե մեզ սպասում է հին ու բարի բաղադրատոմսը, նրբաբլիթներ կարագով եւ թխկու օշարակով։ Սրանից անմիջապես թուքը սկսում է վազել։ Կարծում եմ Wednesday-ի նրբաբլիթները նույնպես մեծ են։ Այո, դրանք անսովոր տեսք ունեն։ Wednesday-ն ավելացնում է իր սիրելի հատապտղային օշարակը։ Եվ վայ, դրանք սարդեր են։ Հանգստացիր տատիկ, այս սարդերը շոկոլադից են պատրաստված։ Դե Մարգո ժամանակ։ Արի կափարիչը սարքենք։ Տատիկ, ձեռք մի տուր ինձ։ Հեյ, ես վերջացրեցի։ Կոկա-կոլայի համով ժելե եմ ուզում։ Կպատրաստես։ Շատ հեշտ է։ Անցնենք գործի։ Ինձ կոլա է պետք։ Սկզբում ազատվենք։ Օ, ինչ լավն է։ Վաու, հրաշալի է։ Ոյ, կներեք ժողովուրդ, հեսա կլինի։ Ոչ, Մայք։ Օ, ներիր ինձ։ Ոյ, մի քիչ չափն անցա։ Հիմա պետք է նրց կոնֆետները լցնենք շշի մեջ։ Մնում է միայն լցնել քաղցր եգիպտացորենի օշարակը։ Ճիշտ այնպես, ինչպես Էմիլին էր ուզում։ Նրան հաստատ դուր կգա։ Դա ինձ պետք չէ։ Մայք զգույշ։ Կեղտոտ է։ Ոյ, ներիր ինձ։ Փակում ենք շիշը եւ ամեն ինչ խառնում։ Լավ խառնում ենք։ Հու, հիանալի ստացվեց։ Էմիլին շատ դուր կգա։ Օ, ոչ, ես կպաշշին։ Դե հերիք է, վաու, ես ընկա, բայց ամեն ինչ կարգին է։ Ինչ սիրուն է։ Վաու, այս ժելեն տարօրինակ տեսք ունի։ Ինչ մտածեմ։ Մեղրից ժելե կպատրաստեմ, բայց մեղր չունեմ։ Գիտեմ, իմ մեղուները շատ մեղր են պատրաստել։ Նրանք հաստատ դեմ չեն լինի ինձ մի քիչ տալ։ Ահա, եւ փեթակը։ Բարև իմ սիրելիներ։ Օ, հերիք է թռչեք գլխիս վերևում։ Եկել եմ ձեզնից մի քիչ մեղր վերցնելու։ Կարելի է։ Հիանալի է, ինձ հաստատ կհերիքի։ Հաջողություն։ Ես վերադարձա, այն էլ ոչ մենակ, այլ մեղրով։ Օ, ոչ, ինչքան մեղու կա, տատիկ։ Հիմա թիակով մի քիչ մեղր կվերցնեմ։ Հիանալի է, ուղիղ շշի մեջ։ Օ, այդ ով է գոռում։ Ինչ է կատարվում։ Օ, ոյ։ Հետս մեղուներ եմ բերել, բայց ոչինչ։ Հիմա խաղաղություն ու հանգստություն է։
Շիշն արդեն լցրել եմ մեղրով։ Կարող ենք փակել այն եւ ամեն ինչ ուղարկել սառցարան։ Թող սառչի ու պնդանա։ Ես հաստատ ավելի լավ միտք ունեմ։ Կոլա կվերցնեմ ու հենց դրանից ժելե կպատրաստեմ։ Ավելացնում ենք կոկա-կոլա, մի քանի մարմելադ եւ մի քիչ ոսկի։ Սա ոչ միայն համեղ կլինի, այլև անհավանական գեղեցիկ։ Հիմա պետք է ամեն ինչ խառնել։ Խառնում ենք։ Ամեն ինչ լցնում ենք կոկա-կոլայի դատարկ շշի մեջ։ Ահ, ինչ գեղեցիկ ոսկեգույն ժելե է։ Ամեն ինչ լցրեցի։ Հանում ենք ձագարը։ Սա սիրուն է։ Ոչ, Մայք, սա սարսափելի է։ Իսկ հիմա պետք է այս ամենը սառեցնել։ Մի քիչ հեղուկ ազոտ։ Այն ամեն ինչ շատ ավելի արագ է սառեցնում։ Վաու, Մայք, նայիր այս հրաշքին։ Գեղեցիկ է, շեֆ։ Գրեթե մոռացել էի իմ մեղրով ժելեի մասին։ Այսպես ավելի լավ է։ Ուй, մի քիչ սառն է, կարող ես փորձել։ Հիանալի է, հենց հիմա դու փորձեմ այս ժելեն, այնքան ախորժելի տեսք ունի։ Այն էլ արջուկի շշով։ Վաու, համեղ է։ Իսկ ինչ կա այստեղ։ Հեքիաթային տեսք ունի։ Սա իրական ոսկի է։ Պետք է փորձեմ։ Վաու, կոկա-կոլայի համ ունի, հենց սա էի ուզում։ Վաու, սիրուն է։ Սա Nerds կոնֆետներով ժելե է։ Պետք է որ շատ համեղ լինի։ Անհավանական համեղ է։ Լեզուս կուլ տվեցի, դու հաղթեցիր։ Ինչ, լուրջ, հրաշալի է։ Հեյ, տատիկ, մի խանգարիր։ Հիմա անցնենք նրբաբլիթներին։ Նայեք այս գեղեցիկ նկարին։ Պատրաստիր սա ինձ համար, խնդրում եմ, ես կսպասեմ։ Դա շատ հեշտ է։ Գունավոր խմորը կլցնեմ թավայի մեջ։ Ուզում եմ արջուկների տեսքով մինի նրբաբլիթներ պատրաստել։ Դրանք կլինեն գունավոր, փոքրիկ ու սիրուն։ Տատիկ, մի խանգարիր ինձ, չի կարելի ձեռք տալ։ Միտ խղացավ։ Ես ամենաթույն նրբաբլիթներն եմ պատրաստելու։ Ես ու Էմիլին մի շուն ունենք, Քլոե անունով։ Ես մեր շան տեսքով նրբաբլիթ կնկարեմ։ Շատ գեղեցիկ կլինի։ Սև խմորով գցում ենք ուրվագիծը եւ ամեն ինչ լցնում որևէ գույնով։ Ստացվում է։ Էմիլին կհիանա, երբ տեսնի իմ նրբաբլիթը։ Մի քանի դետալ։ Ուաու! Արի շրջենք ամեն ինչ։ Քիչ էր մնում գցեի։ Տատիկ, ինչ։ Պետք է իմ բանջարանոցից մի քանի բանջարեղեն հավաքեմ, մի քանի գազար եւ դդմիկ։ Ես արդեն այստեղ եմ, ինձ կորցրել էիք, չէ՞։ Թարմ բանջարեղեն ուղիղ բոստանից։ Արի ամեն ինչ քերենք։ Գազարով ու դդմիկով նրբաբլիթներ կպատրաստեմ, ավելացնելով մի քիչ ալյուր եւ մի քանի ձու։ Մի քիչ կաթ, իհարկե։ Մնում է ամեն ինչ խառնել հարիչի օգնությամբ։ Գրեթե պատրաստ է։ Հիանալի խմոր է։ Լցնում ենք տապակի մեջ եւ շրջում դրանք։ Մայք, ուզում ես փորձել։ Զզվելի է։ Ամեն ինչ դնում ենք ափսեի մեջ եւ մի քիչ թթվասեր։ Շատ համեղ է։ Վրան մի քիչ կանաչի, ինչ կասեք։ Ղղճում եմ փոքրիկ Էմիլին։ Ժամանակն է, որ իմ մինի նրբաբլիթները հանեմ թավայից։ Ամեն ինչ դնում ենք ափսեի մեջ։ Օհ, ելակի ջեմ։ Անհավանական է։ Լցնում ենք ափսեի ականջների մեջ։ Ես շեֆ խոհարար եմ։ Էմիլի, արի, մենք պատրաստ ենք։ Բոլոր նրբաբլիթները պատրաստ են, այնքան վառ ու ախորժելի են։ Օ, այդ ինչ է։ Ինչ զզվելի է։ Ֆու։ Իսկ ինչ կա այստեղ։
Սրանք մինի նրբաբլիթներ են, սիրուն տեսք ունեն, արի մեկը փորձենք։ Համեղ է։ Իսկ այստեղ ինչ է։ Մեր շունը քլոեն։ Եվ այս նրբաբլիթն անհավանական համեղ է։ Մայք, սա իսկապես շատ լավն է։ Յահու, ես էլի հաղթեցի, շնորհակալություն փոքրիկ քույրիկ։ Այս անգամ բուրգեր եմ ուզում, կպատրաստեք ինձ համար։ Հիանալի է, սպասում եմ։ Աղացած միս, ինչ զզվելի է։ Չեմ ուզում ձեռք տալ դրան, բայց ստիպված եմ։ Հիանալի է։ Հիմա թիակը, նայր տատիկ։ Բավականին մոտ էի, բայց սարսափելի տեսք ունի։ Գիտեք ինչ, ես քաղցր բուրգեր կպատրաստեմ Էմիլիի համար, ինձ նուտելլա և գդալ է պետք։ Մի քիչ նուտելլա ենք քսում բուլկու վրա։ Միջուկի համար ես մարշմելու կօգտագործեմ։ Ժամանակն է, որ ես էլ բուրգեր պատրաստեմ։ Ինչ? Ես ձեզ վարպետության դաս ցույց կտամ։ Հիանալի է, ինչպիսի հանդուգն։ Հիմա կոտլետ ենք պատրաստում, տապակում ենք այն։ Մի քիչ հոգնել եմ։ Մի քնիր, պետք է վերջացնենք բուրգերը։ Համոզված եմ։ Թորնիկս։ Տեսնում ես, ես տապակում եմ մարշմելուները։ Ուզում եմ, որ դրանք հալվեն։ Ավելացնում ենք մի քիչ մարմելադ և վերջ։ Աստված իմ Մայք։ Լավ է, որ Էմիլին ունի ինձ, պրոֆեսիոնալ շեֆ խոհարարի, ով կպատրաստի ցանկացած ուտեստ, որ նա կցանկանա։ Այս բեկոնը, մի քիչ կետչուպ, իհարկե, հազարի տերև և կոտլետը վրան, պանիր, լոլիկ, սոխ և բեկոն։ Ճիշտ է, սա ևս մի քանի անգամ կկրկնեմ, անհավանական համեղ կլինի, պատրաստ է։ Վաու, ինչ հսկայական բուրգեր է։ Ճիշտ է, ժամանակն է, որ ես վերջացնեմ իմ բուրգերի պատրաստումը։ Ավելացնում ենք մի քանի բանջարեղեն։ Թթուվարունգ, ինքս եմ պատրաստել, լոլիկ և մի քանի սուս։ Ծածկում ենք բուլկիով, արի հիմա համեմատենք բուրգերները։ Քոնը դեռ ավելի բարձր է, բայց իմն ավելի համեղ է։ Տատիկ, մի անհանգստացիր, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Ինձ պարզապես պետք է, որ ժելեն հալվի։ Էմիլի, փորձիր։ Վաու, սա բուրգեր է, այնքան հսկայական է։ Պետք է փորձեմ։ Նույնիսկ բերանս չի տեղավորվում, բայց իսկապես շատ համեղ է։ Ինձ դուր եկավ։ Իսկ այստեղ ինչ ունենք։ Նույնպես մեծ բուրգեր։ Ոյ, ամեն ինչ թափվեց։ Անցնենք առաջ։ Տարօրինակ տեսք ունի, նախկինում երբեք նման բան չեմ կերել։ Սա քաղցր բուրգեր է։ Սիրուն է։ Ինձ դուր է գալիս այս միտքը։ Դե, հաղթողն է շեֆը։ Շնորհակալություն, Էմիլի։ Սպասիր, սա քեզ պետք կգա։ Քո առաջին առաջադրանքը տորտն է։ Դե, սպասում եմ։ Հիանալի է, քույրիկ։ Լավ, թանկագինս։ Շեֆ խոհարարի համար ամեն ինչ պարզ է։ Ախորժելի սերուցքային պանիր։ Այն կատարյալ է իմ նոր խոհարարական գլուխգործոցի համար։ Ես հեշտությամբ կքսեմ կրեմը բոլոր շերտերին և թիակով շատ ինքնատիպ ձև կտամ դրան։ Դա կլինի ծիածանե տորտ, որը ես կզարդարեմ համեղ սկիտլսի կրեմով։ Սպասիր, ահա իմ հատուկ ճամփրուկը, ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է։ Իմ կոնֆետների նման։ Ահա և վերջ։ Սա իսկական արվեստի գործ է։ Երբ ես տորթեր եմ պատրաստում, ինձ զգում եմ որպես նկարիչ, ով նոր աշխարհ է ստեղծում։ Այս ֆանտաստիկ ծիածանին պակասում են կրեմե ամպիկները և մի զույգ ուրախ աչքեր։ Վուալյա։
Շեֆն անցնում է գործի։ Անհավանական է, գիտեմ։ Իսկ ես կպատրաստեմ իմ սեփական սրտաձև տորթը եւ կզարդարեմ այն քիթքաթներով, որովհետեւ փոքրիկը պարզապես պաշտում է դրանք։ Եկեք դասավորենք եզրերով, բայց դա բավարար չէ։ Մեզ ավելի շատ կոնֆետ է պետք իմ քաղցրակերի համար։ Maltesers եւ Skittles։ Տատիկ, դու հիանալի ես անում, իսկ ահա իմ գլուխգործոցը։ Լավ տեսք չունի։ Մի անհանգստացիր, ես դեռ չեմ վերջացրել։ Շքեղ դեկոր ստանալու համար ինձ պետք է թաղանթ եւ որքան հնարավոր է շատ քաղցրավենիք։ Առաջին հերթին ես կհալեցնեմ շոկոլադը իմ սուպեր այրիչով։ Յուհու! Իսկ հիմա կավելացնեմ կապույտ փոշի։ Դրանք շատ գեղեցիկ տեսք ունենան իմ տորթի վրա։ Բոլորը պատրաստ են։ Թույլ տվեք ձեր ուշադրությանը ներկայացնել ապագա հաղթողին։ Վաո! Կարևորը հաղթանակը չէ։ Վաո! Ես ուզում եմ առաջինը փորձել շեֆի տորթը։ Ինձ դուր է գալիս։ Հետաքրքիր է, տատիկի տորթն էլ է այդքան համեղ։ Եկեք փորձենք։ Վաո! Ես պարզապես պաշտում եմ շոկոլադը։ Շնորհակալություն, տատիկ, հիանալի է։ Օ, կարծես թե այս տորթի հետ ինչ-որ բան այն չէ, համը դուրս չեկավ։ Եվ հաղթողն է տատիկը։ Ուրա! Տիկնայք, մենք մարտահրավեր ունենք։ Խնդրում եմ, ինձ համար պաստա պատրաստեք։ Դե, սա հիանալի առաջադրանք է։ Պարզ է։ Հասկացա։ Մեզ մնում է միայն եփել արիշտան եւ վերջ։ Իսկ ես առայժմ մի քանի TikTok կնայեմ։ Ես նույնպես կեփեմ պաստա եւ նրբերշիկներ իմ սիրելի փոքրիկի համար։ Դա այնքան քաղցր է, տատիկ։ Թույլ տուր գրկեմ քեզ եւ միևնույն ժամանակ փորձեմ նրբերշիկը։ Ժամանակն է նրբերշիկները եփել եռացող ջրում։ Իսկ որտե՞լ է մյուսը։ Հա, այսքանը։ Մարտահրավերում հաղթելու համար պետք է զարմացնել փոքրիկին անսպասելի որոշմամբ։ Սովորական արիշտան այստեղ չի անցնի։ Ուստի ես կպատրաստեմ իմ սեփականը ձվից, կաթից եւ ալյուրից։ Եվ չեմ մոռանա խմորին ներկանյութ ավելացնել։ Վարդագույնը նրա սիրելի գույնն է։ Հիմա լցնենք խմորը հատուկ շշի մեջ։ Ահա, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Կատարյալ է, անցնենք գործի։ Աստված իմ, նայեք շեֆի արիշտային։ Վաո! Այո, իմ նոր արիշտան պատրաստ է եւ անուշահոտ է։ Միայն քաղցր օշարակն է պակասում։ Մարմելադե արջուկներ։ Դե, եւ այլ քաղցրավենիքներ։ Կատարելություն։ Դու տարօրինակ ես։ Իմ սպագետին պատրաստ է։ Նայեք այդ նրբերշիկներին, դրանք ութոտնուկների են նման։ Կրակ։ Ոչ։ Որտեղ է մեր կրակ մարիչը։ Ինչքան փրփուր կա։ Ոչ։ Իմ ամբողջ արիշտան այրվեց։ Սպասիր։ Մի լայֆհակ կա։ Մենք կարող ենք արագ պատրաստվող արիշտա սարքել թեյնիկի մեջ։ Ահա եւ վերջ։ Ես միանշանակ հանճար եմ։ Հետաքրքիր է։ Այդ ինչ է։ Այս արիշտան ընդհանրապես համեղ չէ։ Ինչ գեղեցկություն է։ Բերանս ջուր է վազում։ Եկեք փորձենք։
Վաու, շնորհակալություն, շեֆ։ Խնդրեմ։ Նայեք այս զվարճալի նրբերշիկներին, ես սիրում եմ սրանք։ Այնքան համեղ է։ Սա իսկապես լավն է, սա է հաղթողը։ Այո, ես այնքան ուրախ եմ։ Գրկենք։ Ձեր նոր առաջադրանքն է, կատնային կոկտեյլ։ Ես այն արագ կպատրաստեմ։ Ես կփորձեմ։ Ես սրա վարպետն եմ։ Նախ պետք է վերցնել պաղպաղակը և բլենդերով խառնել կաթի հետ։ Գնացինք։ Բացում ենք կաթը, լցնում ներս և հարում այն։ Կներես, տատիկ։ Դու մոռացար կափարիչի մասին։ Դրա համար ամեն ինչ թափվեց։ Մի միտք։ Տեսնենք, թե ինչ կա իմ ուսապարկում։ Ինչ, ոչինչ չկա։ Ահա իմ հատուկ կոկտեյլի սարքը։ Ես պարզապես պետք է գցեմ իմ սիրելի կոնֆետները և մի քանի մարշմելու։ Շատ համեղ կլինի։ Միակ պակասող բանը գազավորված ջուրն է։ Թանկագինս։ Կներես, դա պատահական ստացվեց։ Հիմա ամեն ինչ պատրաստ է։ Քույրս հիացած կլինի։ Տատիկ, ուր ես գնում։ Ինձ պետք է մոշ հավաքել իմ կոկտեյլի համար։ Ինչ բուրմունք է։ Այս հատապտուղն ուզում է բերանս ընկնել։ Նայեք, ես շեֆ խոհարարն եմ։ Բրավո, Նիկոլ։ Հիանալի է, տատիկ։ Թողեք դա փոքրիկի համար։ Լավ, ինչպես է աշխատում այս բլենդերը։ Ոչինչ չեմ հասկանում։ Ավելի լավ է օգտագործեմ իմ փորձված մեթոդը։ Ահա։ Եվ տրորում ենք այն։ Հրաշալի է։ Հիմա լցնում ենք թարմ կաթը և խառնում, որպեսզի ստանանք մոշի կոկտեյլ։ Դե, ինչ գեղեցկություն է։ Իսկ գոյնը մի քիչ անանուխ վրան։ Շատ հասարակ տեսք ունի։ Պետք է ինչ-որ բան հորինեմ։ Օրինակ, Ո՞վ լույսը։ մթությունից վախենում ես։ Կներես, շեֆ։ Դա ծիծաղելի է։ Ներեցեք։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կատարյալ կոկտեյլի բաղադրատոմսը։ Պաղպաղակ, կաթ, օրիո և այդ ամենը հարում ենք։ Ես այն կմատուցեմ այս շքեղ շոկոլադե ձվի մեջ, սերուցքի և կոնֆետների հետ միասին։ Ահա և վերջ։ Ժամանակն է ձևավորման։ Վուալյա։ Դա հիանալի է։ Վաու, այս կոկտեյլը անսովոր տեսք ունի։ Կարծում եմ պետք է ինչ-որ տեղ սեղմել։ Վաու։ Տեսնենք։ Սա իսկապես հիանալի է։ Ամեն ինչ քեզ համար, սիրուն աղջիկ։ Այս կոկտեյլն ինձ այնքան էլ դուր չի գալիս։ Մեկ էլ վրան անանուխ կա։ Ոչ, շնորհակալություն։ Ինչ ափսոս։ Վաու, ինչպիսի հրավառություն։ Սա այնքան լավն է։ Աստված իմ։ Այս ձուն նույնպես շատ համեղ է։ Որոշված է։ Շեֆն է հաղթողը։ Այո, շնորհակալություն։